Հեցի լիցենզիայի դադարեցման հարցով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստը ավարտվեց։ Հանձնաժողովի աշխատակազմը ներկայացրեց ծավալուն մի փաստաթուղթ, որով ըստ իրենց կան բոլոր հիմնավոր պատճառները եւ խախտումները, որպեսզի ընկերության լիցենզիան դադարեցվի։ Հանձնաժողովի լիցենզիայի դադարեցման վերաբերյալ նախագիծը ներկայացնող աշխատակիցը հիմնական խախտումները ներկայացրեց եւ առաջարկեց, որպեսզի լիցենզիան դադարեցվի։ Առաջարկվում է որոշումը ուժի մեջ դնել 2025 թվականի նոյեմբերի 14-ից։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ որոշման նախագծում առկան վրիպակների եւ տարածքալների ուղումներ եւ տեխնիկական բնույթի այլ շտկումներ, առաջարկվում է քվեարկության դնել նախագծի խմբագրված տարբերակը նշված փոփոխություններով հանդերձ։ Զեկույցը ներկայացնելուց հետո արդեն հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ասաց, որ հարցուպատասխանի համար 2 ժամ ժամանակ են ունենալու, 2 րոպե կարող են հարցերը հնչել, 3 րոպեում պատասխանները եւ այսպիսով արագ ավարտեն, սակայն Տաշիր կապիտալի ներկայացուցիչները եւ մասնավորապես փաստաբան Արամ Օրբելյանը առաջարկեց, որպեսզի այդպիսի սահմանափակում չլինի եւ դա հենց անհրաժեշտ է, որպեսզի հանձնաժողովի անդամները կարողանան կողմնորոշվել։ Հիմա եթե մենք 2 ժամով սահմանափակում ենք հարցերը, այդ հարցերի շրջանակներում մենք կարող է հասնենք մի իրավիճակի, իրավունք տալու, հարց տալու խնդիրն էլ չի, ով կտա, ով չի տա։ Ուղղակիորեն կգանք մի հատ կետի, որ ուղղակի մինչև վերջ պարզված չի լինի հանգամանքներ, որովհետեւ 171 էջ նախագիծն է հրապարակվել, հիմա էլ ասացին, որ վրիպակներ կա, ենթադրում եմ տեխնիկական են։ Դրա համար խնդրանք առաջարկը հետևյալն է։ Հարցերը տանք այնքան, ինչքան պետք է, խոսքը վերաբերվում է զեկույցի մասին, ապացույցների մասին, որից հետո եթե կզգանք, որ ինչ-որ մի պահ չարաշահման նմանա, կարող սահմանափակեք այդ տարբերակով առաջնորդվենք։ Հետո արդեն նիստը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով, հարցերը սկսեց հնչեցնել հեցի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը, որ այսօր ներկայացնում էր նաև Տաշիր ընկերությունը, եւ նրա հարցերը ամբողջությամբ վերաբերվում էին այն մեղադրանքներին եւ այն պնդումներին, որոնք տեղ էին գտել նախագծում։ Դավիթ Ղազինյանը փորձում էր ցույց տալ իր հարցերով, թե դրանք որքանով են հիմնավոր կամ անհիմն, անգամ ձևակերպումներ եւ որակումներ հնչեցրեց, որ սուտ եւ կեղծիք են փաստաթղթում տեղ գտած մի շարք փաստեր, սա վրդովվեցրեց հանձնաժողովի նախագահին։ Կորուստները առաջ ինչքան էին, հիմա ինչքան են։ Ելույթի ժամանակ կանրադառնամ եւ փորձեմ բացատրել իմ բազմամյա փորձով, ինչպես պետք է անել, որ հավելագրման դեպքում չունենաս կորուստների խնդիր։ Որովհետև հավելագրման հետ կապված կա այլ խնդիր, հանձնաժողովի անդամները կհասկանան ինչի մասին եմ խոսում։ Այդ ինֆորմացիան էլ է բացարձակ սուտ, խնդրում եմ ճշտեք։ Ցանցեր կան, որտեղ որևիցե բան չի հայտնաբերվել։ Հիմա հաջորդ հարց։ Կներեք, պարոն Ղազինյան, ընդհատում եմ, խնդրում եմ որակավորներ չտալ խոսքի մեջ, սուտ է, ճիշտ է, մենք բան անենք, էլի ձեզ մնաք ես հենց դրա վրա եմ ուզում ասել, երբ որ դուք նախագծում ձեր կողմից ղեկավարվող հանձնաժողովը գրում են այդպիսի այսպես վերջնական աստվածաշնչյան ճշմարտության տեքստեր, հաշվի առնելով, որ համակարգված է դիտավորությամբ է եւ այլ, խնդրում եմ այդ պարագայում պատրաստ եղեք նաեւ հակառակին։ Ընդհանուր առմամբ մինչ կմեկնարկեր արդեն բուն նախագծի քննարկումը, Տաշիր կապիտալի ներկայացուցիչները այստեղ առաջարկեցին, որ բացառք հայտնի հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ներկայացրեցին մի միջնորդություն, որով փորձեցին ցույց տալ Մեսրոպյանի կաշկանդվածությունը եւ քաղաքական կապերը քաղաքացիական պայմանագրի հետ եւ ներկայացրեցին մի շարք հանգամանքներ, մատնանշեցին մի շարք հանգամանքներ, սկսած նրա քաղաքացիական պայմանագրի անդամ լինելուց, վերջացրած մինչև Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը։ Տաշիր կապիտալ փակ բարենետիրական ընկերությունը, որպես ուսումնի վարորդի մասնակից, գտնում է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի վերաբերյալ առկային ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ապացույցներ, որոնք հիմք են հանդիսանում ինչպես օբյեկտիվ չափանիշի, այնպես էլ սուբյեկտիվ չափանիշի տեսակետից վերջինիս կողմնակալ հարմարելու համար։ Վերաբերյալ տեղեկությունների համադրված վերլուծության արդյունքում կարող ենք արձանագրել, որ դրանք ինքնին կաշկանդող գործոն են հանդիսանում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի համար, քանզի դրանցով առնվազն
ապացուցում է վերջինիս ամուր քաղաքական կապը գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Միջնորդությունը քննելուց հետո հանձնաժողովի անդամները միաձայն մերժեցին Մեսրոպ Մեսրոպյանի բացարկի միջնորդությունը եւ նա շարունակեց մասնակցել նիստին։ Ովքեր են դեմ բացարկի միջնորդությունը ընդունելու։ Բացարկը չի ընդունվում, անցնում ենք բնականոն ընթացքին։ Այսօրվա նիստին ներկա էին նաև Ռոմանոս Պետրոսյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը եւ Ռոմանոս Պետրոսյանի այլ գործընկերներ։ Ես նշեմ, որ մինչ նիստի մեկնարկը Ռոմանոս Պետրոսյանը երբ մտավ նիստերի դահլիճ, կարճ հարցուպատասխան ունեցավ նաև լրագրողների հետ, մասնավորապես անդրադարձավ այն հարցին, թե ինչու այս 7 տարիների ընթացքում, երբ իրենք իշխանության են, եթե այսքան խնդիրներ կային հեծում, ինչու իշխանությունը նույն հետևողականությամբ կառավարությունը, համապատասխան նախարարությունը հաղորդումներ չի ներկայացրել, որպեսզի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը զբաղվի նույն ջանասիրությամբ հեծում առկա խնդիրներին, ինչպես դա արեցին վերջին մի քանի ամիսներին։ Պետական վերահսկողական ծառայությունը լիազորված է վարչապետի վերահսկողական լիազորությունը իրացնել գործադիր իշխանության մարմինների եւ թիենթակա հիմնարկների նկատմամբ եւ ՊՎՑ լիազորությունների մեջ չի մտնում օրենքի ուժով սահմանադրությամբ ձևավորված ինքնավար մարմինների որևէ տեսակի վերահսկողություն։ Այդ մասով դա հաջորդիվ նախորդ շրջափուլի գործնեության համար թիվ 1 պատասխանատու անձը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ նախագահը երկրորդ շրջանի ընտրության հենց սկզբից լքեց իր պաշտոնը։ Ես կարծում եմ դա եւս ահազանգ էր, նաեւ ցուցիչ էր, որ ՀՑԿՀ-ն տևական ժամանակ ցուցաբերել է անգործություն։ Բայց այն մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրել ձեր կարծիքով այդ կոծկելու համար, նրանք պատասխանատվության ենթարկվել են, դուք ասում եք հեռացավ Գարեգին։ Չվերջապես լավ հարց տվեցիք, ասեմ ձեզ, այս պահին հակակոռուպցիոն կոմիտեում եւ քննչական կոմիտեում նախաձեռնված են 1.5 տասնյակից ավելի քրեական վարույթներ, որտեղ քննվում են բոլոր այն փաստերը եւ կտրվեն այդ փաստերին քրեաիրավական գնահատականներ, որոնց մասին ես քիչ առաջ մատնանշեցի։ Իսկ այսօրվա ընդհատված նիստը կշարունակվի արդեն վաղը կեսօրին, կշարունակեն հարցեր հնչեցնել Տաշիր ընկերության ներկայացուցիչները, նաև հասարակական կազմակերպություններ կան այստեղ, իրենք եւս կունենան հարցի հնարավորություն։